Անցնող շաբաթվա իրադարձությունների կենտրոնը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտն էր։ Ավտոբուսներով մարդիկ ոչ միայն կանգառից կանգառ էին գնում, այլև վեճի բռնվում, մեղադրանքներ լսում ու փոխադարձ մեղադրում իրար եւ վարորդներին։ 100-ից 150 դրամ դարձած տրանսպորտի վճարման նոր համակարգը դեռ չի պարզել բոլոր հարցերը։ Ամեն բան սկսվեց ճիշտ շաբաթասկզբին քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցություններ, մինչև Երևան ավտոբուսի տնօրենի զեկույցին հասնելը քաղաքապետը հարցեր ու դիտարկումներ չուներ, հերթը հասավ, Ավինյանը 100% կատարողականի մասին լսեց, բայց հանձնարարական իջեցրեց, ֆինանսական հաշվարկներն են անհրաժեշտ, բյուջեից հավելյալ փող են ուզել, հիմնավորել է պետք։ Վարորդների հավաքագրման process-ին ներգրավվածության բացակայությունը անընդունելի է, հավաքագրումից Պարոն Կիրակոսյան նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում։ Ավինյանն այստեղ նկատի առավ այն հանգամանքը, որ վճարման նոր համակարգով, երբ այսպես ասած տրանսպորտում մեր տեղը ստանում ենք ոչ թե վարորդին կոպեկ տալով, այլ քարտերով, ավտոբուսի ղեկը կառավարողները գործընթացը չեն վերահսկում։ Ուղևորներից չեն պահանջում անպայման ձեռքի քարտը պարզել վալիդատորին, վճարել տոմսի գինը։ Մեղավորության սլաքները քաղաքապետն ուղեց դեպի հիմնարկի ղեկավարը։ Սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Առաջին օրվանից։ Այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Եվ ահա օրվա արդյունքը կադրերն ավտոբուսներից սոցցանցերում իրար հերթ չէին տալիս, լեզվակռիվ, երբեմն նույնիսկ բանավեճ, պահանջ ու պայման իրար էին խառնվել։ Այստեղ հարցեր էին պարզում ով, ինչ իրավունք ունի եւ հատկապես ինչ են պարտավոր անել վարորդները ուղևորներից վճարում պահանջելու փոխարեն։ Չենք վճարելու եւ նստելու ենք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Ես ինքս պատասխանատու եմ ինձ համար։ Դու ինձ համար պատասխանատու չես։ Դուրը բաց իջնենք։ Դուրը բաց իջնենք հետևի։ Հետևի դուրը բաց իջնեմ ես։ Հետևի դուրը բաց իջնեմ ես։ Ես դիմացից չեմ պատրաստում այսքանի հերմաշ։ Դավայ, բացի։ Իջնեմ աշխատանքի եմ։ Բացի արախտել։ Օրինակ, այս դեպքում հետաքրքրական է, որ վարորդն ուղևորներին իր կողքի դռնից էր պահանջում իջնել, մինչդեռ այդ դուռն ըստ ավտոբուսի վրա փակցված ցուցանակի նախատեսված է տրանսպորտ բարձրանալու համար, իսկ այսպես կոչված հետևի դուռը ավտոբուսից իջնելու։ Մեր տեսախցիկն է արձանագրում, այս դեպքում էլ տրանսպորտից իջնող չկար, վարորդն այդպես էլ այդ դռները չբացեց։ Ի վերջո, ինչ է կատարվում մայրաքաղաքի տրանսպորտում, մինչև գործակարգավարականի հաջորդ նիստում ֆինանսական հաշվետվությունները քաղաքապետին ներկայացնելը, Երևան ավտոբուսի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Սուրյանյանն է պարզաբանում, քաղաքային բյուջեից ինչու հավելյալ գումարներ վերցնելու անհրաժեշտություն առաջացավ, 100% ելքեր չեն ունեցել այս է խնդիրը, ասում է։ Հաշվարկները գնացել է պակաս ելքերի քանակով։ Դրա համար որոշակի գումար ներկապահին պակասում է, որպեսզի հավելյալ գումար արդեն գեներացվի աշխատավարձ, սպասարկում, վառելիք, այդ ամբողջ խնդիրը։ Բյուջեի ճեղքվածքի խնդիրը համայնքային հիմնարկում կապում են նաև հենց ուղևորափոխադրումների համար չվճարելու հետ։ Մարդիկ տրանսպորտով երթևեկել են, փողը չեն տվել, ֆինանսական միջոցները թերակատարվել են։ Ակներև է, որ չվճարողների որոշակի տոկոս կա, բոլորին հայտնի է։ Իսկ իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպությունում մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրները ուղևորների չվճարելու հետ չեն կապում։ Համակարգային են խնդիրները, ասում է Բաբկեն Պիպոյանն ու հավելում, միջազգային խորհրդատուն համակարգը բարեփոխելու այլ ռազմավարություն է տվել քաղաքապետարանին, իսկ համայնքային իշխանությունը մեկ այլ քաղաքականություն որդեգրել։ Տրանսպորտային համակարգի բարեփոխումը դա միայն շարժակազմերը չեն։ Հենց հիմա նայեք ինչ է կատարվում երթևեկությունում, հա մեր խցանումներ եւ այլն եւ ուզենան տրանսպորտ նստեն, անգամ կանգառին չեն հասնել։ Երկրորդը մեր թողունակությունը ավտոբուսների եւ ծանրաբեռնությունը մեքապիկ ժամերի վրա ընկած։ Այսինքն են մնացած ժամերին դու պետք է հասանելի տրանսպորտ ունենաս։ Նույնը նաև թվերով Պիպոյանն առաջարկում է պարզ հաշվարկ անել, ասում է մայրաքաղաքի տրանսպորտի դեպքում մուտքերը քիչ են նույն ծախսերի պարագայում, հետևաբար ինքնարժեքը բարձր է։ Պայմանական 1000 դրամ է մեր ծախսը։ Մենք նստելու ենք ավտոբուս, եթե 10 հոգով նստենք, մեկ շնչից 100 դրամ կընկնի, եթե 6 հոգով նստենք 150-ից ավել կընկնի։ Երևանի քաղաքային իշխանությունները չհասկացան, որ պետք է օպտիմալ եւ մաքսիմալ ուղևորահոսք ապահովեն։ Եթե քո քաղաքը գնահատված է 600,000 ուղևորափոխադրում,
ու բարեփոխման պարագայում ունենալու ես մինչև 15% աճափոխություն ես անում այն համակարգի մեջ, որտեղ առավելագույնը 400,000 ուղևորափոխադրում ես ունեցել եւ տեսել։ Այսինքն 2 անգամ պակաս ուղևորափոխադրումը։ Ու այս փոխադրման հարցը քո մոտ առաջին պլան չի, դու չես կարողանալու արդյունք ունենալ։ Կա տրանսպորտում չվճարողների որոշակի տոկոս, սակայն մի շարք մարդիկ, օրինակ մեծ զրույցում նշեցին, որ ունեն ձեռք բերած տրանսպորտային քարտ, որոշների դեպքում այն նաև արտոնություններով է, սակայն հաճախ ավտոբուսում չեն կարողանում հպել վալիդատորին եւ վավերացնել միայն այն պատճառով, որ սարքին անհնար է հասնել։ Այս կադրերը դարձյալ համացանցում էին տարածվել։ Ահա պիկ ժամ տրանսպորտում։ Քաղաքապետարանի հսկի չեք դուք, հա, հսկի չեք դուք, հա, բանջ, որտեղի աշխատող եք, դե հիմա մի հատ ես մարդկանց տեղավորեք, որ վճարեն, դե փորձեք տեղավորել, ես էլ պետք է այստեղ նստենք, մենք էլ պիտի նստենք, մեզ էլ հա փորձեք տեղավորել, Այսպես ավտոբուսում մի կերպ տեղավորվել էր նաև Սուրանկյան զրուցակիցը, 2 կանգառ հետո իջավ, անհնար էր այդպես երթևեկելը, ասում է։ Նստեցի, որովհետև այլ տարբերակ չունեի, քանի որ գիտեք, մեզ մոտ տրանսպորտը առանձնապես չի փայլում իր հաճախ գալու հատկությամբ, ուզած չուզած պիտի նստեի, այնքան խիտ էր, որ չկարողացա նույնիսկ երկրորդ դռնից բարձրանալով այդտեղ տեղակայված սարքին մոտեցնել եւ վճարումը կատարել, բայց ընդամենը 1 կանգառ թե 2 կանգառ հետո, շատ մոտ կանգառների մասին եմ խոսում, ստիպված եղա իջնել ավտոբուսից, որովհետև բալիկի եմ սպասում եւ հասկացա, որ ուղղակի վտանգում եմ եւ ին եւ երեխայի կյանքը այդ ավտոբուսից օգտվելով։ Տիգրան Ավինյանի վերջին հայտարարություններից հետո ի դեպ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունում արկա թափուր հաստիկները համալրելու համար։ Տեղեկանում ենք, նրանք հանրային տրանսպորտում ստուգայցեր են անելու վերահսկելու ուղևորների վճարումները։ Մի հսկիչի նվազագույն աշխատավարձը լինելու է դա ամենավատ հաշվարկով 150,000 դրամ։ Մի հսկիչի 150,000 դրամը հələ բաժանեք 100-ի։ Քանի ուղևորափոխադրում է պետք, որպեսզի կարողանանք մի հսկիչին աշխատավարձ տալ։ 3000 ուղևորափոխադրում 50 դրամով եմ ասում։ 120,000 ուղևորափոխադրումը մեր 1/3-ը գնում էր մենակ հսկիչի ինստիտուտի։ Երևան ավտոբուս ընկերությունում սակայն հույս նայո կապում են նաև հսկիչների թվի ավելացման հետ։ Բեգլար Կիրակոսյանին հարցնում ենք, այսպես գումարների հավաքագրման խնդիրը կլուծվի։ Մեծ հույսեր ունեմ։ Նաև հսկիչների ավելանելը կօգնի մեզ, բայց մեր ճիշտ աշխատանքի արդյունքը նաև այդտեղ իր դրական բանը կտա, իմպուլսը կտա։ Այն, ինչ պետք է դառնա հստակ եւ կանխատեսելի քաղաքային ծառայություն, այսօր դեռ մնում է փոխադարձ պահանջների խաչմերուկում։ Թվերը, հանձնարարականներն ու պարզաբանումները տարբեր կողմերից փորձում են բացատրել միևնույն իրականությունը, մինչդեռ բոլոր հարցերի պատասխանն էլ, լուծումն էլ ըստ մասնագետների շարունակում են տրվել նույն տեղում, հենց ավտոբուսներում, կանգառներում ու մարդկանց աղմկոտ դժգոհությունների մեջ։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։